Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությանը միանալու մեղադրանքով Բաթումիում երկու անձի են ձերբակալել։ Մեկը Վրաստանի, իսկ մյուսը օտարերկրյա քաղաքացի է։ Պետական անվտանգության ծառայության տեղեկությամբ հանցագործությունը նախատեսում է 10-ից 17 տարի ազատազրկում։ Հետաքննության տեղեկությամբ ձերբակալվածները Վրաստանից մեկնում էին այլ երկիր, որտեղ պետք է միանային իսլամական պետության պայքարողներին։ Նրանք Վրաստան են ժամանել առանձին եւ բնակություն են հաստատել վարձակալած բնակարանում։ Մուտք գործելու օրվանից երկուսն էլ գտնվում էին հակաահաբեկչական կենտրոնի օպերատիվ հսկողության տակ, որը իրականացվել է դատավորի որոշման հիման վրա։ Վրացական երազանքը պահանջում է ընդլայնել արգելված կուսակցությունների ցանկը։ Նոր սահմանադրական հայցում 3 գործող կուսակցություններին ազգային շարժմանը, կոալիցիան փոփոխության համար եւ Լելոյին կավելացվի ֆեդերալիստները։ Խորհրդարանի նախագահի հայտարարությամբ կառավարությունը կդիմի սահմանադրական դատարան վերանայելու հակասահմանադրական կուսակցություններն արգելելու խնդրանքով ներկայացված հին սահմանադրական հայցը կուղղի այն եւ առկա ցանկում կավելանա ֆեդերալիստները։ Ընդհանցակարգային հանձնաժողովն արդեն հաստատել է պատգամավորների ստորագրությունների իսկությունը կապված մի քանի կուսակցությունների հակասահմանադրական ճանաչման հետ։ Սահմանադրական հայցը ստորագրել է խորհրդարանի 89 անդամ։ Ինչ օգուտ կբերի երկրին Trump Tower Թբիլիսի շինարարությունը։ Ծրագրավորված շինարարության վերաբերյալ տարածված պաշտոնական հայտարարությանը հետևել են քաղաքական գնահատականներ։ Ընդդիմությունը նշվածի վերաբերյալ կասկածամտորեն է տրամադրված եւ նշում է, որ Ամերիկայի հետ հարաբերությունների վերագործարկման համար առաջին հերթին անհրաժեշտ է քաղաքականության փոփոխություն։ Իսկ իշխող թիմում ասում են, որ Վրաստանում հաջողված նախագծերն իրենց ընդդիմախոսների մոտ հիստերիա են առաջացնում։ Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի ընտանիքի անշարժ գույքի ընկերությունը գործընկերների հետ միասին Թբիլիսիում նոր երկնաքեր կկառուցի։ Trump Tower Թբիլիսի նախագծի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն է տարածել Trump Organization-ը, որի տեղեկությամբ աշխարհի խոշորագույն ճարտարապետական ընկերություններից մեկի Գենսլերի նախագծած շենքը կլինի մոտ 70 հարկանի եւ կդառնա Վրաստանի ամենաբարձր շենքը։ Ընդդիմադիր դաշինքը գովազդում է մայիսի 10-ից 26-ը բնակչության հետ դռնեդուռ հանդիպումներ սկսելու մասին։ Նրանք պատրաստվում են մայիսի 26-ի ցույցին։ Ստրատեգիա Աղմաշենեբելի կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն պարզաբանում է, որ առաջին փուլում հանդիպումները կսկսվեն Թբիլիսիից։ Ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները կայցելեն բոլոր թաղամասերը, կհասցնեն իրենց ուղերձները եւ կլսեն հասարակության կարծիքը։ Իսկ մայիսի 26-ին, ինչպես ասում են, կստանան առաջին համընդհանուր քաղաքական մանդատը հասարակությունից։ Իսկ իշխող թիմում գտնում են, որ նշված ցույցը անկախության օրվա համար պլանավորելը միայն սպեկուլյացիա է։ Նախկին նախագահի կուսակցությունը հաղթել է Բուլղարիայի խորհրդարանական ընտրություններում։ Ռումեն Ռադևի առաջադեմ Բուլղարիան հաղթել է գրեթե 45%-ով։ Սա նշանակում է, որ կուսակցությունը կկարողանա մեծամասնություն կազմել նոր խորհրդարանում։ Ռումեն Ռադևը շնորհակալություն է հայտնել ընտրողներին։ Նա այժմ շնորհավորանքներ է ստանում աշխարհի առաջնորդներից։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորական ուղերձում նշում է, որ Բուլղարիան եվրոպական ընտանիքի հպարտ անդամ է եւ կարեւոր դեր է խաղում ընդհանուր մարտահրավերների հաղթահարման գործում։ Հիշեցնենք նաև, որ Ռումեն Ռադևը եվրասկեպտիկ է տրամադրված եւ նաև դեմ է Ուկրաինային ռազմական աջակցությանը։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ նա հայտարարել է, որ Բուլղարիան պետք է բարելավի հարաբերությունները Մոսկվայի հետ։ Մոսադը եւ ադրբեջանական հետախուզությունը կանխել են իրանական խմբի կողմից Բաքու-Թբիլիսի Ջեյհան խողովակաշարի վրա դիվերսիայի փորձը։ Ինչպես հայտնի է, իսրայելական եւ ադրբեջանական հետախուզությանը հաջողվել է նաեւ կանխել Բաքվում Իսրայելի դեսպանատան եւ սինագոգի վրա պլանավորված հարձակումը։ Իսրայելական իշխանությունների տվյալներով գործողության ղեկավարը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ռահման Մակադամն էր։ Խումբը իրանցի հրահանգիչների հանձնարարությամբ հավաքել է թիրախների մասին տեղեկատվություն եւ իրականացրել է հսկողություն։ Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են խմբի անդամներին, որոնք տիրապետում էին ինքնասպան անօդաչու թռչող սարքերի եւ բեկորային պայթուցիկ սարքերի։ Կառույցի բացահայտումը հնարավոր է դարձել առյուծի Մռնչյունի շրջանակներում օդային հարվածների հետևանքով, որի ժամանակ սպանել են Պահապանների կորպուսի հետախուզության ղեկավար Մաջիդ Խադամին եւ օպերատիվ սպա Մեհդի Յախդախանին։ Նա ղեկավարել է գործողություններն Ադրբեջանում եւ Թուրքիայում։
Ընթացիկ աշխարհաքաղաքական միջավայրում միջին միջանցքի նշանակությունն աճում է։ Զանգեզուրի միջանցքն ավելի կուժեղացնի տարածաշրջանային տրանսպորտային կապը, որը կկապի Ասիան եւ Եվրոպան, հայտարարում է Ադրբեջանի նախագահը։ Իլհամ Ալիևի խոսքով սա կնպաստի տրանսպորտային, էներգետիկ եւ թվային ցանցերի ընդլայնմանը։ Ինչպես Ալիևն է նշել, Ադրբեջանը շարունակում է կարևոր դեր խաղալ էներգետիկ անվտանգության ապահովման գործում, ինչը նպաստում է տարբեր տարածաշրջաններում կայուն եւ դիվերսիֆիկացված էներգամատակարարմանը։ Իրանն անօդաչու թռչող սարքերով հարվածել է ԱՄՆ-ի նավերին։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի դրոշի տակ նավարկող բեռնատար նավի ձերբակալության մասին։ Հարվածի հետևանքով պատճառված վնասի մասին տեղեկություն չի տարածվել։ Մինչ այդ Իրանի զինված ուժերի միավորված հրամանատարության կենտրոնական շտաբի պետը հայտարարել էր, որ ամերիկյան ուժերի կողմից իրանական նավի ձերբակալումը հրադադարի խախտում է եւ իրենք վրեժ կլուծեն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփը նշել էր, որ նավը փորձում էր խախտել ծովային շրջափակումը։ Իրանը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հերթական փուլին։ Դրա պատճառը Վաշինգտոնի չափազանցված պահանջներն են, ոչ իրատեսական սպասումները, դիրքորոշման մշտական փոփոխությունը եւ շարունակվող ծովային շրջափակումը։ Տեղեկությունը հաստատում են Իրանի արտաքին գերատեսչությունում։ Էսմայիլ Բաղային հայտարարում է, որ այս փուլում նրանք ԱՄՆ-ի հետ բանակցությունների ծրագիր չունեն։ Նա նաեւ նշել է, որ միջուկային պաշարների փոխանցման հարցը երբեք չի եղել բանակցությունների առարկա։ 1 գալոն բենզինի գինը $3-ից ցածր կարող է չիջնի մինչև հաջորդ տարի, հայտարարել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։ Նրա խոսքով գները հավանաբար արդեն հասել են գագաթնակետին եւ այժմ կսկսեն նվազել։ Իրանի հետ հակամարտության սկսվելուց հետո վառելիքի գինը 1 գալոնի համար աճել է ավելի քան $1, ինչը հիմնականում պայմանավորված է Հորմուզի նեղուցում նավթի գլոբալ մատակարարման խափանումներով։ Ինչպես CNN-ն է գրում, այսօր 1 գալոն բենզինի միջին գինը $4-ից ավել է։ Փետրվարի 28-ին մինչև ԱՄՆ-Իսրայելի հակամարտությունը Իրանի հետ դրա գինը $3-ից պակաս էր։ Դյուշենի մկանային դիստրոֆիայով երեխաների ծնողները ցույց են անցկացնում կառավարության վարչակազմի առջև։ Նրանք պահանջում են ժամանակին երկիր ներմուծել նոր դեղամիջոց եւ պետությունը ֆինանսավորի այն։ Նաեւ անցկացնել հիվանդների հետազոտություն։ Ցույցի մասնակիցները հայտարարում են, որ հիվանդությունն ավելի լավ կառավարելու համար անհրաժեշտ է ստեղծել բժիշկների բազմամասնագիտական խումբ, որը կհետևի եւ կկառավարի երեխաների վիճակը։ Դյուշենի մկանային դիստրոֆիան հազվագյուտ գենետիկ հիվանդություն է, որը առաջացնում է մկանային թուլություն։ Հիվանդների ծնողների պարզաբանմամբ ամեն օրը վճռորոշ է նրանց համար։ Վրաստանում մինչև 100 երեխայի մոտ հաստատվել է Դյուշենի մկանային դիստրոֆիայի ախտորոշումը։ Երկրում աճել են արտահանման եւ ներմուծման ցուցանիշները։ Հունվար-մարտ ամիսներին Վրաստանի արտաքին ապրանքի առևտրաշրջանառությունը կազմել է $5 միլիարդ 867 միլիոն։ Այստեղից արտահանումը աճել է 23%-ով, իսկ ներմուծումը 7%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Արտահանման տասնյակում առաջին տեղը զբաղեցրել են թեթև ավտոմեքենաները, երկրորդ տեղում են նավթն ու նավթամթերքները, իսկ երրորդում թանկարժեք մետաղների հանքաքարերը։ Տեղեկատվությունը տարածում է ազգային վիճակագրական ծառայությունը։ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում վրացի մարզիկները նվաճել են 1 ոսկե եւ 1 բրոնզե մեդալ։ 60 կիլոգրամ քաշային կարգում Գոդերձի Բերդելիձեն պոկում վարժությունում հաղթահարել է 125 կիլոգրամ եւ զբաղեցրել առաջին տեղը, իսկ Ռամին Շամիլիշվիլին բարձրացրել է 123 կիլոգրամ եւ նվաճել բրոնզե մեդալ։ Երկամարտի ընդհանուր հաշվարկում Ռամին Շամիլիշվիլին զբաղեցրել է 4-րդ տեղը, իսկ Գոդերձի Բերդելիձեն վնասվածքի պատճառով դուրս է մնացել մրցաշարից։ Եվրոպայի առաջնությունը ընթանում է Բաթումիում եւ ուղիղ հեռարձակումները ձեզ առաջարկում է Առաջին ալիք սպորտը։